Սիրելի քաղաքացիներ, ես դահլիճի այս հատվածի հետ չեմ խոսելու, որովհետև նախ իմաստ չունի, որովհետև անգամ չեն հասկանում, որ իրանց փուրն են տալիս, ինչպես լավ խոսեց գործընկերս դրա մասին, ինքնապաշտպանական բնազդը, սթափ-բանականությունը, ամեն ինչը արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք։ Մի քանի բան, որի մասին քննարկվեց, առաջինը, պարոն Վարդանյան, այդ գրավադրման հետ կապված դրան համաձայնություն ձեր կառավարությունն է տվել, 1, ինչով 2 անգամ ընդրում, երկրորդ, մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4.8, 4 քանի դրամով, դրա մեջ հեծի մասնաբաժինը 0 է, այսինքն այն որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 քանի դրամ թանկ, դա մեջ հեծի մեղքը 0 է։ Շարունակեմ գործընկերներիս ասածը թանկանալու հետ կապված։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր, որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Ու բնականաբար ձեզ ձեռ է տալի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում, Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ։ Վերջում երկու միտք։ Միտք համար 1. Սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Facebook-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լինել Facebook-յան օգտատեր ու բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրան հանդուրժում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Եվ երկրորդը, լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է։ Շնորհակալություն։ Հայաստան խմբակցության անունից